18 տարեկան, լուրջ առողջական խնդիրներ, միջին ծանրությունով մեղադրանք, այս ամենը ինձ հիմք էր տալիս ենթադրելու, որ չի կարող լինել այն աբսուրդը, ինչը որ հիմա տեղի ունեցավ։ Հիմա որոշման հիմնավորումները չեմ էլ կարծում, որևէ բան չեմ էլ ակնկալում, որ այդ որոշման մեջ պետք է լինի, բնականաբար լինելու է այն միջնորդության արտատպումը, ինչ միջնորդություն, որ վարույթն իրականացնող մարմինը արդեն իսկ ներկայացրել է։ Նելբակյան Դավիթը բուժօգնության կարիք ունի եւ կարծես հրաժարվել է, հա, որևէ Դավիթը մշտապես ունի բուժօգնության կարիք, ձերբակալման այդ վայրում ուղղակի վատացել էր, առաջարկել էին հոսպիտալացնել, հոսպիտալացումից էր նա հրաժարվել, քանի որ վիճակը մի քիչ բարելավել էր, իսկ այս պահի դրությամբ հիմա չգիտեմ արդեն Դավիթը ասեց իմ հետ ինչ է կատարվում, ուր են տանում, միակ հարցը, որ ինձ Դավիթը տվել է, ես դպրոցս ավարտելու հնարավորություն ունենալու եմ, թե ոչ, որի պատասխանը ես չունեմ եւ որի պատասխանը ակնկալում եմ եւ դատարանից եւ քննչական մարմիններից եւ ընդհանրապես այս հասարակությունից, ովքեր որ այս երեխեքի ճակատագրի խեղման գործում մեծ լումա ունեցան հասարակության որոշ ներկայացուցիչներից։ Ներողություն միգուցե մի քիչ էմոցիոնալ է, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ այն ինչը որ հիմա կատարվեց, ինչը որ ես ապրում եմ, խոսքերով չեմ կարող նկարագրել, իսկ իրավական առումով կարող եմ ասել 1 ժամից կլինի որոշումը, իհարկե որոշումը կբողոքարկենք, բայց դե այս դատարանից ինչ ակնկալեցինք, որ մյուս դատարանից ինչ ակնկալենք, այսօրվա մեր դատական համակարգը բոլորիս է ծանոթ։ Տիկին Էլբագյան, առողջությունը ո՞նց է ապահովվելու կալանավայրում, եթե խնդիրը։ Ես չգիտեմ, ես ընդհանրապես չգիտեմ ոնց կարող են այդ երեխու առողջությունը այնտեղ ապահովել, որտեղ Դավիթի առողջությունը սորական անգամ հիվանդանոցային պայմաններում է դժվար ապահովել։ Ինքը հատուկ ամեն ինչը ունի այնպիսի ալերգիա դեղերից, սնունդից, ամեն ինչից ալերգիա ունի, ինքը թե սնվում է հատուկ սննդակարգով, ստանում է հատուկ բժշկական օգնություն։ Ես չգիտեմ ոնց են ապահովելու։ Աստված մի առասցե, չեմ էլ ուզում պատկերացնեմ, թե ինչ կարա լինի։ Մի հատ վատ նախադեպ արդեն ունեցել ենք։ Աստված մի առասցե։ Ինչ նկատի ունեք, որ ասում եք։ Գրիգորյանի Էլ չխոսանք։ Կապանման միջոց կալանքը տնային կալանքի փոխելու միջնորդություն երբ կարող է։ Մենք արդեն իսկ ներկայացրել էինք դատարան։ Մենք դատարանին անկախ այն հանգամանքից, որ գտնում էինք հիմնավոր կասկածը առկա չէ, մենք միջնորդել էինք, որպեսզի համակցված խափանման միջոցներ տնային կալանք, բացակայելու արգել, գրավ, բոլոր հնարավոր խափանման միջոցները։ Մենք դրան էլ էինք պատրաստ։ Մայրն էլ էր դրան պատրաստ, գրել էր, խնդրում էր, աղաչում էր, ասում էր երեխուս մենակ իմ մոտ թողեք, թող դատավարությունը գնա, մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Տիկին Էլբակյան, բայց քննիչ ինչ է ասում, եթե օրինակ դինես տնային կալանքի տակ, ինչպես կարող է խոչընդոտել, որ գործոններ աշխատելու։ Քննիչ այնքան բան էր ասում, որ ես մտածում եի արդյոք ես այդ դեպքի կամ այս Դավիթ Մինասյանի մասին է, թե ընդհանրապես մենք լրիվ ուրիշ թեմայի մեջ ենք հայտնվել։ Քննչական խումբ է այնքան, բավականին կայ։ Քննչական խումբ է։ Դե բոլորն էլ ակտիվ են։ Տիկին Էլբակյան, որ իրանց ակտիվությունը կամ պասիվությունը ինչ-որ բան է։ Տիկին Էլբակյան, իսկ այսօրվա խոզարկության արդյունքում ինչ-որ բան գտել են, թե ինչ էին փնտրում նախ որոշման մեջ, ինչ էր գրված։ Եվ նպատակավորն էր, եթե ձերբակալման այդ գիշերը ոչինչ չէին գտել, մի հատ էլ այսօր են ներխուժել տուն։ Նպատակը, չգիտեմ նպատակը որն էր, փնտրում էին էլի հեռախոսներ, այլ առարկաներ, որոնք կարողա, չգիտեմ, այդ ենթադրյալ դեպքի հետ որևէ առնչություն ունենային, ամեն ինչ փնտրում են։ Բայց ագրավել են ինչ-որ բան, թե դատակազարը։ Հեռախոս։ Ում հեռախոսը։ Կանեի։ Մոր։ Այո։ Այսինքն իրենք կարծում են, որ դա նախապես պլանավորված գործողություն է եղել։ Իրենց մեղադրանքը հենց դրա մասին էլ խոսում են։ Որտեղ է պլանավորվել ըստ իրենց։ Չկա, իրենք չեմ կարող նախաքննական գաղտնիք բացահայտել, շատ կուզեի, որ հենց այդ որոշումները տայի, կարդայիք, պետք չէ շատ իրավաբան լինել կամ իրավաբանությունից հասկանալ, որպեսզի վերլուծություն անեիք ու եզրահանգումների տայիք, ուղղակի կաշկանդված եմ այս պահին։ Այսինքն մտածում եմ, որ նախապես պլանավորված է եղել, որ եկեղեցում գան ու նման բան լինի։ Բայց իրենք որտեղից են իմանալու, որ երկրի ղեկավարը գնալու էր այդ եկեղեցին Տիրոջբակյան։ Պլանավոր էին գնան սպասեին, գար մի հատ է եսի բան։ Հենց իրենց կողքով անցներ։ Բայց նշված է այդ իրենց գրագրություններում որտեղից են իմացել եւ այլն։ Հարգելիներս,
իմ կարծիքով իրենք որևէ հարցի պատասխան չունեն։ Դա ոչ թե իմ կարծիքն է, այլ իրենց իսկ ներկայացրած փաստաթղթերն է։ Այսինքն հրահանգ է պիտի կատարեն դրանը։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Իսկ Դավիթին էստեղից երբ են տեղափոխել։ Եվ կարծում եմ հիմա արդեն կտեղափոխեն, սպասում եմ որ տեղափոխեն, ես հետևից։ Տիկին Էլբակյան ձերբակալման իրավաչափությունը Ձերբակալման Չէ, ձերբակալման իրավաչափությունը տակտիկական առումով ելնելով չի բողոքարկվել, որտեղ դա ընդհանրապես ձևական փաստաթուղթ է, որտեղ այդ բողոքարկումը ես համարում եմ ձևական։ Տիկին Էլբակյան, Տիկին Գայանեի կատարած աշխատանքների վերաբերյալ համացանցում դրեր տարածվեցին, որ Տավուշում բավականին շատ աշխատանքներ է կատարել, դրա մասին ինչ կասեք։ Դե արդեն ասվել է, իրանք Գարանեն այնքան հանրային մարդ է, Գարանեն այն աշխատանքները նաև ես մեր մասով ասեմ, ինչ որ արել է դպրոցում ու անում է դպրոցներում, երևի թե մենք ամբողջ դասարանի ծնողներով չենք կարողանում անել բոլոր երեխաների համար եւ դպրոցի համար։ Ներողություն, իսկ Տիկին Գայանեն հոսպիտալացվեց, թե հրաժարվեց գնալ բուժհաստատություն։ Ես չտեսա ինչ եղավ Տիկին Գայանեն։ Ճիշտն ասած ես Գայանեին եմ փնտրում, դուք կանչեցիք եք, այս չգիտեմ հիմա ուրա Գայանեն։ Ես մեքենայով տարան, Տիկին Էլբակյան, մի հարց ենք Միքայելի, որտեվ ասեցինք բուժաշխատողա ու կարծես թե Միքայելի մոտ էլ թոքաբոր բա կասկածում։ Ես հիմա չեմ էլ հասկանում Միքայելին պիտի մեկը տեր կանգնի, մեկը Գայանեին պիտի տեր կանգնի, Դավիթին ինչ պիտի անեն։ Տիկին Էլբակյան, եթե այս այն ինչ որ այդ միջադեպը տեղի ունեցավ, վարչապետը չլիներ, շարքային քաղաքացի լիներ եւ նման բան լիներ, կհարուցվեր գործ, կլիներ կալանք։ Դուք եք միամիտ թե ինձ Ես հարցնում եմ, չէ, ես հարցնում եմ։ Իսկ տենց դեպքեր չի լինում, չեք հանդիպում, օրվա մեջ երևի 100,000 անգամ ենք տեսնում նմանատիպ դեպքեր։ Չասեմ, հոդվածն էլ է հենց այդ դրա մասին, չէ՞ խոսում։ Քաղաքական հոդված է, չէ՞ դրված։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։